Սիրելի հայրենակիցներ, մինչև խոսք հղելը ես ուզում եմ մեկ առ մեկ կարդալ Բաքվում ապօրինաբար պահվող մեր բոլոր պատանների անունները. Ալյոշա Խոսրովյան, Լյուդվիգ Մկրտչյան, Մելիքսետ Փաշայան, Գարիկ Մարտիրոսյան, Դավիթ Ալավերդյան, Լևոն Բալայան, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էրիկ Ղազարյան, Մադադ Փաշայան, կներեք Բաբայան, Ռաշիդ Բաբայան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Բաբայան, Դավիթ Իշխանյան, Լևոն Մնացականյան և Ռուբեն Վարդանյան. Free Armenian hostages back! Free Armenian hostages back! Free Armenian hostages back! Free Armenian hostages back! Ես իմ խոսքում ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնել մի հանգամանքի վրա, որ այս մարդիկ գտնվում են Բաքվի բանտում մի շատ պարզ և անօտարելի իրավունքի իրացման համար, և դա Արցախի ժողովրդի ինքնորոշման և ազատության իրավունքն է։ Ազատության և ինքնորոշման ձգտող ժողովուրդների ներկայացուցիչները չեն կարող համարվել ահաբեկիչներ, և դա փոխնախագահ Պենսը շատ լավ պետք է իմանա, որովհետև դա մենք չենք ասում, դա ասում է միջազգային իրավունքը, հետևաբար նրանց չի կարելի ենթարկել կեղծ դատավարությունների, թե իբր նրանք ահաբեկիչներ են։ Մեր խնդրանքը միջազգային հանրությանը և այս պարագայում Ամերիկայի Միացյալ Նահանգներին որպես Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կարևոր դերակատար այն է, որ չի կարող լինել խաղաղություն, երբ բուժված չեն վերքերը, չի կարող լինել խաղաղություն առանց հումանիզմի, առանց հումանիտար հարցերի կարգավորմանը։ Եվ ուրեմն բոլորը միասին նորից կրկնենք ազատություն հայ պատաններին, Ազատություն հայ պատաններին! Ազատություն հայ պատաններին! Ազատություն հայ պատաններին! Սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ ևս մի կարևոր հարցի անդրադառնալ։ Մեզ հետ են այսօր նաև այստեղ մեր անհետ կորած հայրենակիցների հարազատները։ Սա նույնպես շատ կարևոր հումանիտար հարց է, և սա նույնպես պետք է պարտադիր լինի խաղաղության հաստատման բանակցությունների օրակարգում։ Եվ նաև մեր խնդրանքը մեր հայրենակիցների և նրանց հարազատների անունից նույնպես պետք է տեղ հացնենք, որ բոլոր անհետ կորածների ճակատագրերը ևս պետք է ուշադրության կենտրոնում լինեն։ Շնորհակալություն։